կառավարության շենքի մոտ։ Ուզում էի ճշտել այս օրերի ընթացքում որևէ արձագանք եղել է, որևէ պաշտոնյայի հետ կառավարության ներսում հանդիպում եղել է, թե ոչ։ Այսօր նոր ելավ, ասես առավոտը Իսախարյան Գագիկյանն եկավ գնալ, ասեմ, որ քննչականին զանգեր են կորեկացրել, որ պիտի գան թենան դադախազություն։ Ես իրանց միշտ ասել եմ, իմ երեխան եմ տաղանում, գլխավոր իրանք են, որ բացարդ են։ Որել ստեղ հայկն ես ինչ-որ վարչության պետտեղակալ ինքը կանցեց, գնացին զրուցեցին, տեր ինչի համարին։ Ես եմ հատ վարչապետին եմ ասել, որ ես գալ եմ, ստե կառավարության դեմը պահանջել եմ ոգի։ Մատ ներկայացրել, որ այդ մարդը պահանջում է իրար, որ տեղեկացնեն, Իսախարյան Գագիկն ասում է, որ գործերը դեր մինչև հետ գրավոր պետք է վարչապետը մազի պատասխաներ։ Հիմա ասում եմ ուղարկեն են կահացը մի հետ գործերով են, բանկանան կպատասխան։ Ես ուշանում եմ, ես չգիտեմ, ես պահանջում եմ։ Պարոն Գևորգյան, այս օրերի ընթացքում շատ է լուսաբանվել ձեր նստակցույցը, բայց կխնդրեմ ևս մեկ անգամ հստակ ձևակերպեք նստակցությանների ձեր պահանջը։ Իմ պահանջը ես 6 տարի չեմ մանում, ես չեմ պատկերացնում 6 տարի, ես գիտեմ 1 սեպտեմբերի 27-ն է, որ այդքան տարի անց է։ Ու ոչ մի գործողություն, ոչ մի հետաքննություն, ոչ մի բան չեմ բացատրել։ Ամսի 27-ին ասի վարչապետի մոտ էի, իրանը տեղեկացրի, որ իմ երեխան ես ձեզանից եմ պահանջում, որովհետև ոչ մի կառույց չի աշխատում։ Երեխան կարած դեր ես։ Ասի եթե իմ երեխան չկար ես, ես 10 օրով գալու եմ կառավարության դեմ ստացության եմ, պահանջեմ իմ երեխան։ Նայել է հենց այդ է, պատասխաները լիարժեք չկա։ Ինչ Ինչ 27-ի մասնախոսքը ապրիլի 27-ին։ Այո, ապրիլի 27-ին ծնողներով իրամոտին սաղ ծնողներս է։ Նա նախաձեռնել հանդիպումը։ Չէ, մենք ծնողներով ենք բաները, էդի ամեն ամիս առաջ ոսորացանք երթագերվելին, որ բլի ընդունել այդ վաղ։ Նա սաղ ծնողներս է լսած, բասավ գրավոր պատասխանեմ ձեզ, մեզի մեր հարցերին չի պատասխանել, որ ինի սխալ է, ինի ճիշտ է, նես քիչ պատասխանեց, բայց հետո ասավ ես կլսամ, բայց հետո ձեզի գրավոր կներկայացնեմ, ինչավ անց։ Այսինքն դուք 3 օր է այստեղ նստածույց եք անում եւ միայն փաստորեն այսօր են ձեզ ընդունել։ Այո։ Մենք այսօր ենք ընդունել։ Իսախարյան Գագիկը տեսավ, Միքել Հայկ էր անունը, ինչ-որ վարչության պետ տեղակալ է։ Եվ կներես եմ, պարոն Գևորգյան, տեսեք, երբ հանդիպեցիք Նիկոլ Փաշինյանի հետ ապրիլի 27-ին, ձեզ ներկայացրեց, թե այս 6 տարիների ընթացքում տղաներին հայտնաբերելու ուղղությամբ ինչ գործողություններ են իրականացրել, ինչ արդյունքներ են գրանցել, ադրբեջանական կողմի հետ ինչ բանակցություններ քննարկվում են ծավալել, ինչ տեղեկատվություն է ադրբեջանական կողմը փոխանցել։ Դե միշտ էլ ասենք այդ վաղ այդ մասին չի խոսած ինքը, բայց ադրբեջանական կողմը միշտ էլ խոսում է, ասում է Ալիևը, ասում է, ասում է գերիչուն է։ Ես էլ հենց այդ վաղ այդ հարցից շայնացած կատված, ասի բայ այդ երեխեքը ուր են որ ինքը գերիչուն է։ Ասենք շատ փաստեր կա, որ այդ երեխեքը ոնց զոհված են, ոնց էլ անայտը այդպես սուտ են անել, ոնց էլ անայտը։ Այլ ուրիշ տեղ է, լատինն են, բան չգիտեմ։ Պատասխան չկա, ասում Ալիևն ասում են, դա գրի չկա ուր է։ Պարոն Գևորգյան, վերջերս Ֆրանսիայի Հանրապետության նախագահներ է ստեր եւ անհետ կորածների ծնողների անունից նամակ հանձնվեց Մակրոնին, այդ կապակցությամբ այդ առումով նորություն կա։ Չէ, էլ պատասխան չկա, նորություն չկա, մեր ծնողներից ուղարկե, այստեղ տեսերին տվերի, բայց էլ դրա պատասխանը չեմ տեսած։ Բայց խոստացել էր, որ կզբաղվի, չէ, այդ հարցով։ Դե արդեն հա, խոստացել էր, որ դաժե ասենք, որ զրուցան էլի, ասենք Ալիևի հետ կամ չգիտեմ, որ ասենք պարզաբանում են, ուր ոչ մի պատասխան։ Այս ընթացքում տարբեր ակցիաներ եք իրականացրել, նամակներ եք փոխանցել դեսպանատներին, միջազգային տարբեր կառույցների, որոնք գրասենյակները գտնվում են Երևանում։ Որևէ կառույցից արձագանք դրական ստացել եք, որ օրինակ զբաղվում են այդ հարցով։ Չէ, չեմ զբաղվում։ Ոչ մի բան չեմ ստացել։ Ես դրաժեք պատասխան, դե ասեմ կարվի, բայց ասեմ, ինչքան ասենք ծնողներից տեղեկությունն է, բայց
չեն ասել, որ ասենք ինչ դեսպանատունը կարա կարծում բաղ։ Դե մենք էլ շատ ենք գոհարում հետ է։ Պարոն Գևորգյան, հետևաբար ձեր ակտիվալիքը 6 տարի անց ինչ կարող է անել օրինակ երկրի ղեկավարը, պատկանելիները, որոնք մինչև այս պահին չեն արել։ Առաջին գլխավոր քայլը։ Առաջին գլխավոր քայլը իրանք այդ երեխեքին պիտի բացահայտեն, ասենք դες հիմա ասենք ասարակետան այդ դենկաների մասով, անայտի մասով ասենք ես միշտ եմ ասել, 54 թվականի պատերազմը չէ եղել։ Այս ամեն ինչը զարգացած տեսախցիկներով, ամեն ինչով կամ ասենք պիտի աբսուրդ գնի, որ ասենք այդքան անայտ Մանավանդ այդ դիրքերին ասենք այդպես ուժեղ կռիվներ չի եղել, միշտ այդ նահանջել է, բայց ոչ մի պատասխան ասենք, իրանք կարան բարձրան, ես ասում եմ, քանի որ իրանք քննություն չեն անում, սա ծնողների հարցերը, հիմա ես 5 տարի ինձ էլ գնացել են դիմերենի երեխու հարցով, մի հատ թուղթ են հանեցուց տվել, ասել են, այսքան բան են գտել երեխուց, բայց ես մարդն աղետություն տվել։ Ու վերջ, որովհետև քննություն չեն արել։ Եվ երեք պարոն Գևորգյան, դուք նշեցիք, որ մեքենան զինմատնիշի, որի մեջ գտնվել է նաև ձեր որդին, 2 հոգի այնտեղ ողջ են մնացել, 3 հոգի իբրև թե զոհվել են։ 3-ը ողջ են մնացել, 3-ը զոհվել են։ Այսպիսի բան ոնց է հնարավոր, երբ ձեր նշած սնայրը ընկել է մեքենայի վրա եւ բոլորը նույն վայրում են գտնվել։ Դե նույն վայրը էդի ոչ թե ասենք տարածքա մեքենայի մեջ է, որ ասես քառակուսիով էդի լրիվ ծխելու էր, ուզում է բեսպիլոտնիկին ուզում է սնարադենի։ Բայց հենց այդ է սուտ ցուսում հենց այդ իրաց մեջ է, որ ասենք այդ դեպքը չի ելը, իրանք այդ դեպքի մեջ չեն ելել։ Բայց մի իմաստարի հասկանանք, բայրախեկը ուր են, որ ասենք ոսկի։ Լավ, եթե այդ մեքենայի մեջ որևէ իր հայտնաբերվել է ձեր որդուց, չգիտեմ, որևէ թուղթ, զինվորական ջրքույթ, որևէ բան։ Ոչ մի բան չկա, ոչ մի բան չկա հայտնաբերել։ Ասենք հիմա իրանք այդպես կառուցել են, ես ասում եմ բան, բայց որ ասենք դեպքի վայրը չկա, ասեն, ես ինչ իմանամ, որ դեման կամ հեռախոսին կամ եսին զինվորքին կամ եսին ինչի։ Բայց դեպի արդեն երեխեքին ուր է տարը չգիտեմ։ Ես եմ ասեմ, եթե իրանք էդի ամանեն առաջի օրով զոհվածի ցուցակում, բայց իմ երեխում տեսել են Ֆիզուլի ամսի եկին։ Եթե զոհերը ոնց են տեսել։ Ուպես սենց սա լրիվ ծածկելով որևէ բան չի համապատասխանում։ Չի համապատասխանում։ Չէ դե նույն տեղեկությունը ես ասեցի էլի, եթե ոչ թե առաջնագիծել է, ասենք Թուրքիա հետ կռիվ տալուց, ոչ բան այլ առաջի օրն էլ է, 6 օրը կարին հանին բերին, մյուս օրը անցեպսին է, չաստին եմ է, այդ վաղ կարին գանին բերին, որ այդ տարածքները սաղներ վերին էլ է, բայց դե արիք հասկանենք էլ է, որ երեխին չի զոհ է, չէ, որ չեն կարծե անեն, կամ ես ընդեի ընձի խապը մի չեն կարա մոտետանք, բայց հետո պարզում եմ մոտ, չաստի 7 կիլոմետր, 8 կիլոմետր դունյա, 10 րոպե ճամփա է 20 րոպե Որովհետև ոչ մի թուրք էլ չկար։ Ես միշտ այդ եմ ասել, հասկանամ, որ երեխան զոհերը մնջել է տեղը։ Այդ թուրքը իրան գիտեր, իրանց հրամանները գիտեր։ Պարոն Գևորգյան, այսինքն հիմա միջև կառավարության ղեկավարը Նիկոլ Փաշինյանը որևէ հստակ բան ձեզ չասի, դուք նստածությունը շարունակելու եք։ Այո, շարունակել եմ, հիմա թող գան, չեմ անում, քնչականից է, դատախազությունից է, տենան ինչ պատասխան են տալը։ Ժամ ասել են, երբ են գալու։ Չէ, ժամ չեն ասել, չգիտեմ, բայց դրանից հետո, եթե էլի չպարզվավ, երեխեն, ես եմ մարդ արդեն հրապարակային ասում, հացադուլ եմ անելու, թե մատ իրան մտածել։ Հիմա ստե ասում է, չէ, հետ չի քեզի վնասել, ասիսի ապրել չի, վնասել է որն ինչ վնասել, ուսենց չգիտեմ, ամպեր երեխային զինվորները կան, ավիճուկին տես բիդի տանենք գործում, չէ, սաղ երեխեքին ես ասում եմ, պետք է կարող անյակ կորացել, սաղին եմ պիտի բերել, ավելի շատ են, ես չեմ ուզում կիվացեմ, ավելի շատ են, դե իրանք լավ բանակցեն, հաստատ է երեխեքին սաղին եմ բերել, ես է տես կերել։ Իրավապահ կառույցի ներկայացուցիչների հետ, այսինքն վերևում պետք է հանդիպում ունենաք։
Չէ, պետք է գանստե երևի։ Դե մեկ ասավ, ընդ մեկ էլ ասավ գանստե։ Ասի դե ստեմ, ստեղ չեմ տալու, թողան հանդիպեն ասեմ ինչ են անել, բայց ես ասեցի, իսեղան, ասի անկարտելի չասեմ, դեն կան կաման այդ, ես էլ ոչ մանի չեմ մտում, ես այսքան բաներ սենց ասում եմ, եսի բերում լարժեք պաստերա, իմքա, որ իմ երեխեմ հենց ժողովն աչել է տեղել է, այլ իմ երեխուն ասեք, վարվություննա վարդեա, չեք կարում բարձրազան ասեք, հանգուցից թեկուն ասեք, ով եմ նետանքունը վարորը կբերեք բերեք, ինեք ասեք, որ ես իշտեղ եմ,